վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Եգիպտոսում է մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի հրավերով Շարմ էլ-Շեյխ քաղաքում կազմակերպված Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Այնտեղ է նաեւ Ադրբեջանի նախագահը, որի հետ Փաշինյանն արդեն հասցրել է զրուցել։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների զրույցին միացել է նաեւ Պակիստանի վարչապետը։ Մինչ Եգիպտոս մեկնելը Հայաստանի վարչապետը հասցրել է նաև Facebook-ով հարցադրումներ անել Հայաստանի նախկին 3 նախագահներին։ Ինչու Հայաստանի նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները, նա ինքն էլ պատասխանել է իր հարցադրմանը։ Սրա համար կարող է լինել երկու տարբերակ։ Առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, եւ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը արձագանքել է Փաշինյանի հարցադրումներին։ Ղարաբաղի հարցը չի լուծվել, Նիկոլ, բացառապես այն պատճառով, որ քո նման առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ հնարավոր պլանը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առկախում, ինչին համաձայն էր նաև Ադրբեջանը։ Միակ տարբերությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու 2019-ին մերժեցիր անգամ բանակցությունները, տանելով Հայաստանը դեպի կործանարար պատերազմ։ Քո իսկ խոստովանությամբ դա արեցիր, Արցախը զոհաբերեցիր, Հայաստանի ողնաշարը ջարդեցիր, որովհետև ունեիր Ադրբեջանի հետ հաշտվելու եւ Թուրքիայի հետ երկխոսելու ռազմավարություն։ Հիմա ով է ծառայել օտար երկրների շահերին։ ՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նույնպես անդրադարձել է Փաշինյանի հարցադրումներին եւ առաջարկել համեմատել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը։ 2008-ից 2018 թվականներին Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումը, իսկ փաստացի Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։ Այդ փաստը բազմիցս արձանագրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ վերջին անգամ դրա մասին համանախագահներից խոսեց ռուսաստանցի համանախագահ Պոպովը 2021-ի հունվարի 13-ին։ 2009-ից 2013 թվականներին ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն են ընդունել, որտեղ ամրագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման փաստը։ Այդ սկզբունքն ամրագրված էր թե ՀՀ-ԵՄ գործընկերության պայմանագրում, թե ՀԱՊԿ ղեկավարների պաշտոնական հայտարարության մեջ։ Որոշվում էր Արցախում պարտադիր իրական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը, որի արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչև հանրաքվեի անցկացումը։ 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը եւ տեղակայվելու էին միջազգային խաղաղապարներ։ Այսինքն Լաչինի ու Քելբաջարի հարցը հանրաքվեի ժամկետ չնշելու պարագայում հստակ փոխկապակցված էր հանրաքվեի անցկացման հետ։ Իդեպ այդ ամենն արվելու էր խաղաղ ճանապարհով, առանց զոհերի, բացառելով պատերազմի հեռանկարը։ Հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարում ասում, որ Քելբաջարը պետք է մնար հայերին։ Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը, որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մասնավորացրել է, որ իրենց քաղաքական միավորը ոչ թե դեմ է խաղաղությանը, այլ դեմ է Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա է պատերազմ ու արտաքին ռիսկերի մեծացում բերում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր մի կողմից ասում էր զրոյական կետից եմ սկսել, այսինքն ինչ ա եղել նախկինում, ոչ մի կապ չունի, բայց հիմա ասում է այն պահին, որ ես ստանձնել եմ վարչապետությունը, Ղարաբաղը չուներ որպես անկախ պետություն դառնալու որևէ տեսական եւ գործնական հնարավորություն։ Հիմա ներկայացնում ենք փաստաթղթեր, որ չէ, դա կեղծիք է, սուտ է, նույնիսկ այն թուղթը, որ ինքն է հրապարակել, իրեն հերքում է, ես խոսում եմ Կապանում 19 թվականի հունվարին հրապարակած փաստաթղթի մասին, որ դու կեղծում ես իրականությունը։ Եվ երկրորդը, ինքը ասում է, դե եթե լավներ անեիք, նախ թիվ 1 նախընդունի, որ ավելի լավներ, քան թե ինչ են, որ դու բանակցել ես։ Սկզբից դա ընդունի։ Երկրորդը,
Էմիգուցիանին, եթե դու չգայիր։ Էմիգուցիանին, եթե դու դեռ անդիմություն եղած ժամանակ չասեիր ինչ փողզիջում, գնանք էլի երկու շրջան գրավենք, գնանք էլի մի հատ քաղաք գրավենք։ Թող մի հատ անդրադառնա իր վարքագծին եւ հավանաբար 4-րդը պատկերացրեք կա մարդու անալոգիայի վրա խոսենք։ Լավ մարդա, որ ունի առողջական խնդիրներ։ Օրինակ առողջան վերակենում ծունկը ցավում է։ Եվ բժիշկները փորձում են իրան լուծել։ Լավ, վատ այդ մարդը քայլում է։ Մի քիչ նեղում է, որովհետեւ կարգավիճակը վերջ-վերջը որոշված չէ։ Բայց եղանակը խոնավ է, քայլում էր մարդը։ Հիմա ինքը գալիս է, ասես մնացած բոլոր բժիշկներին քշում գցում այնքում, ասում է տվեք ես հեսա կբուժեմ եւ Նեսոյի Ղարաբաղնից է անում։ Այդ Նիկոլ Փաշինյանին ես առաջարկում եմ Նեսոյի Ղարաբաղնից հեքիաթը կարդալ։ Ինքը բժիշկներին գցեց այնքում, ասեց ես հիմա իրան կբուժեմ, տվեց մարդուն սպանեց, այս դեպքում Արցախի հակամարտությունը բերեց շատ դժվար իրավիճակի, ասում է դե տենց էր, դուք լուծեիք, չգայիր։ Հայաստանի այսօրվա իշխանություններից մեծ սպասելիքներ չունեն, քանի որ նրանց համար Ղարաբաղյան հակամարտությունը փակ է, արցախցիների վերադարձի հարցը փակ է, եւ շատ լավ հասկանում են, որ ամեն ինչ անելու են, որ ժամանակի ընթացքում արցախցիներն արտագաղթեն, ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Նաեւ կոչով եւ խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներին Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Երկար տարիներ նրանք ղեկավարել են Հայաստանի կառավարությունը, ուրեմն հանրապետությունը, եւ վստահ են, որ իրենք ունեն այն կապերը, ինչը կարող է նպաստել, որպեսզի արցախցիների խնդիրները թեթևացնենք, մեղմացնենք։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ օրվա իշխանությունների մեկ օր մնալը հավելյալ խնդիրներ է ստեղծելու մեզ բոլորիս համար։ Եվ իհարկե դիմում ենք մեր հայ բարերարներին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին, շատ լավ գիտակցելով իրենց այսօրվա կացությունը, դիմում ենք Սփյուռքում ապրող մեր հայ սրտացավ հայրենակիցներին, սատար կանգնելու եւ միասին լուծելու արկա խնդիրները։ Անկեղծ եմ ասում, վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել պայթունով զոհված ընտանիքների հետ, ում ընտանիքի անդամների քանակը 2 եւ 3 է, որևէ աջակցության ծրագրից իրենք հնարավորություն չունեն օգտվելու եւ այդ մարդիկ հայտնվելու են փողոցում, ուղիղ փողոցում, որևէ աջակցություն չի գործում։ Մի ընտանիք կար, որը որ այսպես ասած շատ ազդեցիկ էր, մի որդի ուներ եւ իր որդին ուրեմն պայթունի զոհ էր դարձել, այդ կինը գնալու տեղ չունի։ Եվ այսպես շարունակ Տիկին Ալան, ում երկու որդիները 23 թվականի պատերազմի մարտական գործողությունների ժամանակ զոհվել են, եւս տանիքի հարց ունի։ Կառավարության կողմից աջակցություն չկա զոհվածների ընտանիքների նկատմամբ։ Միթե այդ մարդկանց վաստակը չափվում է այս ձևաչափով։ Այսօրվա նպատակը հետեւյալն է եղել, կարծում եմ սա ահազանգ կլինի շատ-շատերի համար եւ հնարավորություն կտա ոչ թե պարակտվելու, այլ համախմբվելու, իրենց ազնական խնդիրները մի կողմ դնելու եւ մեկ սեղանի շուրջ համախմբվելու եւ արցախցիների հարցը ուրեմն լուծելու համար։ Սա է եղել օրվա նպատակը, եթե կան հարցեր, խնդրեմ։ Հայաստանն առաջիկա տարիներին կզգա ամերիկյան տնտեսության ապրանքանիշերի եւ ներդրումների ավելի մեծ ներկայություն հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ դիտարկմանը թե որոշ շրջանակներում մտահոգություններ կան, որ ամերիկյան ընկերությունների ավանդակ կարող են գործել թուրք-ադրբեջանական ընկերություններ, Պապոյանն արձագանքել է, որ թուրքական ընկերություններ Հայաստանում կան դեռևս 2012-ից 13 թվականներից։ Եվ ես իրականում ողջունում եմ այդ ներդրումները, որովհետև ցանկացած խաղաղություն, եթե ցանկացած խաղաղություն հարևանների միջև, եթե չամրապնդվի ֆինանսական ներդրումներով, այսինքն եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում, կարող են իրենք եւս
այդպես ձեր ասածը այդպես չի, այսինքն ձեր ասածը ճիշտ չի, բայց օրինակ ես շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանում օրինակ խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացելուց հետո օրինակ ինչու ոչ ներդրումներ կան, այդ թվում նաև թուրքական, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք, եթե ձեզ թվում է, որ հակառակ պարագայում մենք կարող ենք ունենալ կենսունակ պետություն, ապա նայեք մեր պետության նախորդ 3 տասնամյակների պատմությունը։ Մենք Թուրքիայում ինչ կարող ենք ներդնել, ըստ Ոչ, դուք նորից հիմա ինչ որ տեքստեր եք ասում, հետո կտրեք այդ հատվածը, ցույց տակ, ասում եք ոչ, սխալ եք ասում, այդպեսի բան չկա։ Թրիփի մասով մեր գործակցությունը միայն եւ միայն Միացյալ Նահանգների հետ է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ օրինակ կարող է որ ինչ որ մի հյուրանոց բացվել, ենթադրենք Հայաստանում որևէ երկրի, ասենք օրինակ թուրքական բրենդի, կարող է բացվել, ինչի չի կարող, ինչի կարա բանա, կներեք էլի, դուք ասացիք այդ բրենդի անունը, 2012 թվին ինքը կարա Հայաստանում բացվի, 2026 թվականին այն մյուսը չի կարա։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկմանը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ընդգծել է, որ գլոբալ զինանթափումը եւ զենքի չտարածումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից է։ Պարույր Հովհաննիսյանը նաև շեշտել է, որ սովորական սպառազինությունների վերահսկման ամուր եւ արդյունավետ ռեժիմը վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումների հետ մեկտեղ կարևոր են միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում խաղաղության պահպանման համար։ Դեսպանի խոսքով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վարչակարգի ստորագրմամբ ձեռք բերված առաջընթացը վերահաստատել է վստահությունը, որ Հարավային Կովկասում բացվում է խաղաղության, կայունության եւ տարածաշրջանային համագործակցության նորեջ։ Բարերար գործարար Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է։ Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդման բացի իշխանությունը զավթելու հրապարակային կոչ եւ փողերի լվացում մեղադրանքներից տնտեսական բնույթի նոր մեղադրանքի առաջադրվել իշխանական կամ ծառայողական դիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Բաքվում տեղի ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը քննարկման օրակարգում են եղել 3 երկրների համագործակցության ընթացիկ հարցերը տրանսպորտի, էներգետիկայի եւ մաքսային ոլորտներում։ Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ռուսականը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ իրանական կողմը ներկայացրել է ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադուղը։ Մուստաֆաևը վստահ է, որ հարաբերությունները երկու երկրների հետ կշարունակեն զարգանալ եւ երկկողմ եւ եռակողմ ձևաչափով, բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ոգով։ Բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց պահանջելով Ռուսաստանի հետ բանակցել եւ փոխել Ռուսաստանում խստացված օրենսդրության պայմանները, որի համաձայն օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երթում գտնվել մինչեւ 90 օր։ Մեր աշխատանքն ենք անում, մենք կապ չունենք բանի հետ, էլի ոնց որ իրանց մենք միգրանտ չենք։ Մենք ոչ այդպես մենք աշխատելու, ոչ չաշխատելու, ոչ հյուր են գնացել, ոչ հանգստանալու են գնացել։ Մենք գնում ենք մեր աշխատանքը անելու, մեզ ասում են գնացեք Ռուսաստան, գնում ենք Ռուսաստան, ասում են գնացեք Վրաստան։ Okay, հիմա այդ տարվա ընթացքում 90 օրը ի՞նչ է խնդիր առաջացնում։ Որովհետև քիչ է այդ 90 օրը։ 90 օրը քիչ է, ասենք մոտավորապես 10 ամսում այդ բանը բոլորը 90% վարորդները դրանք արդեն իրացրել են։ Իրանք արդեն 110, 130 մարդիկ կա, դաժե 140 օր ունեն, էդի խնդիր է իրանց համար։ Արդեն իրանց ոնց որ բան են արել, վտարելու են ընդերից, իրանք չկարենան գնան ու էդի ընդհանուր ազդելու է մեր տնտեսության վրա։ Նու մենակ այդ հարցը մեզ չի վերաբերում, մեր երկրի տնտեսությանը ապրանքները մերը գիտեք, երկաթգիր չկա, չի էտում, չի գալի, մերը լրիվ բանով է, մեքենաներով է։ Հավաքվել եք ու ինչ եք պահանջում։ Նու կառավարությունից իհարկե պետք է իրանք պահանջենք, որ այդ հարցին լուծում տան, նախադեպը կա Ղազախստանի, որ իրանք ինչ-որ մեղմացուցիչ կամ չգիտեմ ինչ որոշում ունեն, որ չեն բանանում, իրար չեն խոչընդոտում։ Նույն ձև նախադեպը կա, մեզ էլ թող ավելացնեն, կարող տնել առանց անխոչընդոտ գնան գան։
Թրամփի այցն Իսրայել ընթանում է Գազայի հատվածում հրադադարի եւ իսրայելցի պատանդների ազատարձակման շուրջ ձեռքբերված համաձայնության ֆոնին։ Շնորհակալություն բառով հսկայական պաստառը հետմել Թել Ավիվի լողափին Դոնալդ Թրամփի Իսրայել ժամանման ֆոնին։ Օդանավականում ԱՄՆ նախագահին դիմավորել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տիկնոջ հետ, նաև Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը տիկնոջ հետ միասին։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ավտոշարեսունը լքել է Բեն-Գուրիոն օդանավականը եւ ուղղվել դեպի Երուսաղեմ։ Համաս շարժումը կկատարի խաղաղ ծրագրով նախատեսված զինաթափման մասին կետը։ Այս մասին Reuters-ի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Քնեսեթում։ Համասը համաձայնել է կատարել զինաթափման ծրագիրը, հայտարարել է Սպիտակ տան առաջնորդը։